Ողջույն բոլորին, ձեզ հետ եմ կրկին ես Ալիսան, եւ մենք այսօր միասին unboxing ենք անելու իմ ամանորյա նվերները, ինչպես տեսնում եք, ու միասին կազմելու ենք իմ 2026-ի Vision Board-ը։ Իրականում ես առաջին անգամ եմ սարքում, որպես այդպեսին, միշտ կամ ինձ մոտ wish list եմ գրել, կամ հավաքել եմ ինձ մոտ նկարներով ուղղակի հեռախոսիս մեջ, բայց որպես այդպեսին այսպես չեմ սարքել, ու այսօր առաջին անգամ միասին կպատրաստենք։ Դե ինչ, եկեք միասին բացենք նվերները ու հետո անցնենք Vision Board-ին։ Սկսենք այստեղից։ Այստեղ ունենք շատ գեղեցիկ զարդեր, ունենք վզնոց եւ ականջողեր, շատ հավանել եմ։ Իրականում ինձ ճանաչողները գիտեն, որ ես հենց թիթիզ բաներ շատ եմ սիրում, դրա համար ճիշտ ընտրություն են կատարել, մերսի։ Ուրեմն շարունակելով զարդերի շարքը, եկեք սա բացենք։ Այստեղ ունենք շատ սիրուն վզնոց, շատ հավանել եմ էլի, մերսի շատ։ Հիմա բոլոր նվերներին ասել եմ շատ հավանել եմ ու մերսի շատ։ Իրականում ես հենց այս տարբերակից ուզում էի ինձ գնեի, բայց դե միանգամից նվեր ստացա, չհասցրեցի գնել։ Ահա, ինչ ունենք ուրեմն այստեղ։ Այստեղ ունենք She Glam-ից blush, շատ սենց անուշ գույն է, ինձ թվում է շատ գեղեցիկ կնստի դեմքիս, եւ այստեղ ունենք նաեւ այսպիսի տուփ, այստեղ ունենք նաեւ պայուսակ, այս տարվա իմ ամենասիրելի գույներից է այս գույնը, անպայման իրան կկրեմ ու կհամադրեմ տարբեր լուքերի հետ, նաեւ իրան այսպես էլ կարող ենք կրել, եւ մեր վերջին նվերը, տադամ, այստեղ ունենք շատ սիրուն վզնոցներ, կիսաշրջազգեստ, ուրեմն ժամանակն է հիմա անցնելու մեր Vision Board-ին, նախ ասեմ, որ Vision Board-ը պատրաստում ենք, որպեսզի այն ցույց տա մեր տվյալ տարվա ցանկությունները, թե մենք ոնց ենք մեզ տվյալ տարում ուզում տեսնել, ինչեր ենք ուզում, որ կատարվի տվյալ տարում, ինչ ենք ուզում ավելի բարելավենք, ամբողջ տարվա ընթացքում ձեր աչքի դիմաց պետքա լինի, օրինակ ձեր սենյակում, ու ոնց որ փոքրիկ ինչ-որ մոտիվացիա, որ դուք անդադ նայեք, տեսնեք եւ փորձեք ձգտեք, որ դրանք կատարվի։ Հիմա ես այս ամբողջը սիրուն կտրատեմ եւ կդասավորեմ եւ արդեն ըստ կատեգորիաների այստեղ կբաժանենք ու համել ինքը ընդհանուր պետքա էսթետիկ լինի։ Ուրեմն մեր Vision Board-ը գրեթե պատրաստ է։ Մի փոքր ներկայացնեմ, ինչպես եմ պատկերացնում 2026-ը։ Նախ ասեմ, որ այս մեջտեղի հատվածում փակցրել եմ 2026 ու ներքևում ցանկալի է մեր նկարը լինի, որպեսզի մենք ոնց որ այդ ամեն ինչը անդադ ասոցացնենք մեր հետ։ Սկսենք այս հատվածից, սա ճանապարհորդության հատվածն է, ես ուզում եմ 2026-ին էլ ավելի շատ ճամփորդեմ, որովհետև իմ 2025-ի ամենալավ հիշողությունները կապված են հենց մեր ճամփորդությունների հետ։ Կուզեմ այս տարում մոտ 2-3 երկիր այցելել։ Այս հատվածում մեր ջենափի հետ կապված ու առհասարակ աշխատանքի հետ կապված հատվածն է, ովքեր չգիտեն, Եսուանին 2025 թվականին ստեղծել ենք մեր մարքեթինգային ընկերությունը, որը կոչվում է Ջենափ։ Ուզում եմ, որ Ջենափը 2026 թվականին էլ ավելի զարգանա, ունենանք նոր պրոյեկտներ, լավ աշխատանքներ ու առհասարակ աշխատանքային մեր կարիերայում լիքը հաջողություններ եմ ուզում։ Հատվածում նշել եմ սպորտը եւ առողջ սնունդը։ Նախ ասեմ, քանի որ իմ գրաֆիկը առհասարակ օրվա ընթացքում շատ զբաղված է լինում, ես նույնիսկ օրեր է լինում օրվա կեսից հասկանում եմ, որ այդ օրը հաց չեմ կերել կամ ինչ պատահի դրանով սնվում եմ, ուզում եմ, որ 2026 թվականին էլ այդպես չլինի։ Ուզում եմ մաքսիմալ սննդակարգս լավացնել, շատ ավելի հաճախակի ջիմ գնալ, ուզում եմ 2026-ին էլ ավելի շատ ընկերներ ձեռք բերեմ ու իմ ընկերների հետ շատ ժամանակ անցկացնեմ, որ աշխատանքի ու կյանքի բալանսը ցենց լրիվ կարգավորվի։ Այս հատվածում մի քիչ ավելի նյութական նոր մեքենա ձեռք բերել, Dyson նոր համակարգիչ մի խոսքով, ու այստեղ նաև նշել եմ շատ սովորել ու էլ ավելի շատ գրքեր կարդալ, ավելի զարգանալ։ Նաև այստեղ նշել եմ ֆինանսական աճ եւ այստեղ նշված չի, բայց ֆինանսական գրագիտություն, որը ինձ, չգիտեմ, տրված չի ուղղակի։ Մարդիկ կան, որ ինձ տրված չի, դա ես եմ։ Ես չեմ կարողանում իմ ֆինանսները ճիշտ կառավարել, ընդհանրապես չեմ կարողանում խնայել։
Մի խոսքով ես իրան մի քիչ էլ կսիրունացնեմ, երևի ինչ-որ դետալներ կավելացնեմ, որ ինքը վիզուալ ավելի սիրուն լինի, կամ ինչ-որ բաներ կփոփոխեմ, բայց ընդհանուր ինձ թվում է լավ է ստացվել։ Ուրեմն դուք էլ գնացեք կազմեք ձեր 2026-ի vision board-ը, որպեսզի sense ամեն օր տեսնեք եւ մոտիվացված 2026-ը լինի ձեզ համար լավ տարի, բոլորիս համար հաջողությունների տարի։ Դե ինչ, այսքանով ավարտենք վիդեոն։ Շնորհակալություն, որ մինչև այս պահը դիտեցիք վիդեոն, իսկ մենք կհանդիպենք շուտով։